Խանդը հաճախ թաքուն ուղերձ ունի։ Ես չեմ ուզում կորցնել քեզ, որովհետև վախենում եմ առանց քեզ մնալուց։ Այս ամենը հաճախ սիրո է նման, բայց իրականում ավելի շատ խոսքը այստեղ գնում է վախի մասին, միայնակ մնալու մասին, քան սիրո։ Եվ խանդը հաճախ դրսևորվում է այն անձանց մոտ, որոնք իրենց կյանքի որոշ ոլորտներում ունեն ցածր ինքնագնահատական, անվստահ շփման ոճեր կամ կորստի, միայնակ մնալու վախեր։ Հաճախ այն անձանց մոտ է դրսևորվում, որոնք մանկության շրջանում ունեցել են լուրջ փորձառություն կորցնելու, սպասելու, մերժվելու, խաբված լինելու, կամ մանկության շրջանում, կամ իրենց կյանքի որոշ փուլերում։ Ուզում եմ պատմել մի պատմություն զույգի մասին, որոնց հետ աշխատում էի։ Նրանք շատ սիրող զույգ էին, բայց ամեն անգամ, երբ որ աղջիկը մի փոքր ուշանում էր կամ ընկերուհիների հետ դուրս էր գալիս, տղայի մոտ շատ լուրջ լարվածություն էր սկսվում։ Դա իրեն հիշեցնում էր, իհարկե թերապևտիկ արդեն աշխատանքից հետո պարզ դարձավ, որ այդ ամենը իրեն հիշեցնում էր իր մայրիկի երկար բացակայությունները։ Նա ամեն անգամ մտածում էր, որ ես երկար կսպասեմ եւ մի օր նա կարող է չվերադառնալ։ Ես կկորցնեմ եւ իրեն կորցնելու հետևանքով այդ միայնակությունը ինձ համար դժվար տանելի բան է։ Ես չեմ պատկերացնում։ Դա տխրություն է, դա ցավ է, դա անտեսվածություն է, դա մերժվածություն է։ Եվ բնականաբար այս վախերը ինչ որ կերպով պետք է դրսևորվեն վարքում եւ դրսևորվում էր վերահսկողությամբ։ Անդադ վերահսկողություն, ուր գնացիր, ում հետ գնացիր, ինչու ուշացար, ով էր զանգել, ինչու զանգես ուշ պատասխանեցիր եւ այս ամենը իրականում հարաբերությունները, ինչքան էլ որ այնտեղ իսկապես սեր եւ նվիրում կար, ուղղակի վերածում էր քաոսի։ Մեկ այլ զույգի մոտ աղջիկը անընդհատ հետևում էր տղային, սոցցանցերում, ում է լայքում, ու ինչ էջերի է հետևում, ով է իրեն գրում, ինչպես է պատասխանում, նա կարող էր այսպես երկար ժամեր նվիրել, հետևելով իր WhatsApp-ի բոլոր նամակներին, Viber-ի եւ այլն։ Իհարկե ես հասկանում եմ, որ նմանօրինակ դրսևորումներ նաեւ հաճախ զույգերը կարող են ունենալ այն դեպքերում, երբ որ հստակ դավաճանության վախեր կան եւ նույնիսկ փաստեր կան, բայց երբեմն իսկապես սա կարող է լինել զուտ վախի, խանդի հիմքում ընկած վարք, եւ այս ամենը կարող է, այդ վերահսկողությունը կարող է ինչ որ մի պահի նման լինել սիրո, որ ես ուղղակի հետևում եմ, ես ուզում եմ, օրինակ տղաները հաճախ կարող են ասել, որ ինձ ուղղակի հետաքրքիր է ինքն ում հետ է շփվում, ես ուզում եմ ինձ ապահով զգալ, այսինքն ոչ մի միտք չկա վերահսկելու եւ սահմանափակելու, բայց նորից երբ որ մենք գնում ենք խորքը, տեսնում ենք, որ այս վերահսկողությունը դառնացնում է հարաբերությունները եւ այս ամենի տակ նորից ընկած է այն միտքը, որ ինձ չխաբեն այնպես, ինչպես նախկինում են խաբել, ես վախենում եմ վնասվելուց, ես վախենում եմ խաբված լինելուց, որտեվ այս զույգի աղջկա մոտ էլ նա նախկինում ունեցել էր բացասական փորձառություն, որ իրեն խաբել են, ինքը խաբված է եղել, եւ հիմա այս նոր հարաբերություններում նա վերահսկելով կարծես փորձում էր կանխել խաբված լինելու իր ռիսկը, իր սպասելիքը։ Որ զույգը, որի հետ աշխատում էի, լուր խանդի դրսևորմամբ էր աչքի ընկնում, այստեղ էլ երբ որ ամեն անգամ օրինակ աղջիկը կարող էր պատմել իր կոլեկտիվում կամ իր ընտանիքի մեջ ինչ որ մեկի հաջողություններից, օրինակ կինը պատմում էր իր եղբոր հաջողություններից կամ մի անգամ էլ փորձառություն էր եղել, որ կոլեկտիվում ինչ որ մեկը շատ լուրջ գործ էր արել եւ խրախուսել էին եւ այլն, հավաքվել էին, նշել էին եւ այլն, ամեն անգամ երբ որ նա պատմում էր նմանօրինակ ինչ որ լավ հաջողություն ուրիշի կյանքից, տղամարդը այսպես շատ լուրջ ներքուստ ապրումներ էր ունենում, արտաքինից ոչինչ չէր ասում, բայց հետո նորից թերապիայի ընթացքում արդեն պարզ էր դառնում, որ դրանից հետո ինքը միանգամից սկսում էր փոխվել, դառնում էր այսպես փակ, չխոսկան, հեռացված, ու աղջիկը այսպես հասկանում էր, որ լավ էր կարծես թե ամեն ինչ, քեզ ինչ եղավ, եւ նորից այստեղ մենք տեսնում էինք լուր խանդի դրսևորում, որ նա ոչինչ չէր ասում, որ օրինակ կռիվ չէր սարքում կամ ասում էր ինչի ես կամ չէր ասում ինչի ես ինձ հիմա այդ ամեն ինչը պատմում, այսինքն արտաքինից ոչինչ չկար, բայց այդ ամենը լսելուց հետո իր ներսում առաջացած տագնապներն ու վախերը բերում էր իր փակմանը, օտարմանը, հեռացմանը։ Կարծես դրանով նորից ինքը իրեն ցանկանում էր պաշտպանել։ Երբ որ մենք գործ ենք ունենում խանդի որևէ դրսևորման հետ, այս ամենը ավելի շատ մեր մասին է, քան դիմացինի։ Եթե կան նմանօրինակ դեպքեր, առաջարկում եմ, որ մեզանից ամեն մեկը հայացքը գցի իր ներսը, փորձի հասկանալ
իր նախկին որ փորձառության հետևանքով է ինքը դարձել այսպիսին, որ օրինակ ձեռք է բերել ընտրողական լսողություն, դիմացինը կարող է մի ամբողջ միտք ասել, բայց նա այդ ամենից ընտրի ինչ որ մտքեր աղավաղված եւ դրանից մի մեծ պատմություն սարքի կամ այդ վերահսկողությունը, անդադ հետևել, անդադ սահմանափակել, ինչ վախեր, ինչ եք դուք ցանկանում այդ վարքով սահմանափակել, ինչ վախեր կան դրա հիմքում ընկած, որ դեպքերում են, որ դուք ձեր արժեքը փորձում եք կապել դիմացինի ներկայությամբ, դիմացինի լինելիությամբ ձեր կյանքում։ Մտածեք այս ամենի մասին ընկերներ եւ իրականում խանդը ցավոտ սուր ճշմարտություն է մեր մասին։ Եթե դուք ունենում եք նման ապրումներ, իսկապես գնացեք եւ արճակատվեք ձեր ներսի բովանդակությունների հետ։ Դա իրականում ինքնաբացահայտման հրաշալի ճանապարհ կարող է լինել, որ դուք իսկապես այսպես այդ թելը բռնելով կարող եք մոտենալ ձեր ներսում թաքնված լուրջ, չբուժված ցավերի ու վախերի։ Ինչ է քեզ պետք ավելի ապահով զգալու համար։ Ինչ է քեզ պետք ավելի կառուցողական եւ վստահելի հարաբերություններ ունենալու համար։ Իսկ ովքեր որ կցանկանան այս ճանապարհը ինձ հետ անցնել, ես ձեզ սպասում եմ բառամեն 18-ում, զանգահարեք 095 51 44 54 հեռախոսահամարով եւ մենք միասին կաշխատենք մասնավոր ձեր վախերի հետ։ Ցտեսություն։